Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ԱՄՆ-ն սկսում է իրական ծովային շրջափակում Հորմուզի նեղուցում, ուղղված Իրանի դեմ։ Նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ռազմածովային ուժերին կանգնեցնել կասկածելի նավերը։ Սա համարվում է վերջին տարիների ամենավտանգավոր քայլերից մեկը տարածաշրջանում։ Իրանը հայտարարել է սա ուղիղ ագրեսիա է և սպառնացել է պատասխանել։ Նեղուցը համաշխարհային նավթի գլխավոր ուղիներից է։ Եվրոպան արդեն զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի մասին։ Իրավիճակը արագորեն մոտենում է ռազմական բախման կետին։ Մի շարք միջազգային նավթային ընկերություններ արդեն փոխում են իրենց մատակարարման երթուղիները։ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում կտրուկ աճում է նոր նավատորմերի տեղակայմամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրավիրել են արտակարգ գագաթնաժողով։ Քննարկման կենտրոնում է Իրանի շուրջ ճգնաժամը։ Եվրոպան փորձում է կանխել մեծ պատերազմը։ Հիմնական թեման էներգետիկ անվտանգությունն է։ Եվրամիության երկրները չունեն միասնական դիրքորոշում։ Մի մասը ցանկանում է դիվանագիտություն, մյուսները ճնշում։ Այս հանդիպումը կարող է փոխել Եվրոպայի դերը աշխարհում։ Ֆրանսիան առաջարկում է ստեղծել միջազգային դիտորդական առաքելություն նեղուցում։ Գերմանիան զգուշացնում է, էներգետիկ լարվածությունը կարող է դառնալ գլխավոր խոցելիությունը։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին դադարեցրել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը։ Սա անսպասելի քայլ է Արևմտյան դաշինքի համար։ Իտալիան փորձում է խուսափել էսկալացիայից։ Հյուսիսատլանտյան դաշինքում աճում է անհամաձայնությունը։ Որոշ երկրներ սկսել են վերանայել իրենց դիրքորոշումները։ Փորձագետները խոսում են դաշինքների փոփոխության մասին։ Սա կարող է ազդել ողջ տարածաշրջանի վրա։ Իտալական ընդդիմությունը պահանջում է ավելի հստակ չեզոք քաղաքականություն։ Այս որոշումը կարող է խթանել այլ եվրոպական երկրների նման քայլերը։ ԱՄՆ սենատորները փորձում են սահմանափակել նախագահի լիազորությունները։ Նպատակն է կանխել լայնածավալ պատերազմը Իրանի դեմ։ Նախագահ Թրամփը պնդում է արագ գործողությունների անհրաժեշտությունը։ Դեմոկրատները պահանջում են վերահսկողություն կոնգրեսի կողմից։ Քաղաքական լարվածությունը աճում է երկրի ներսում։ Հասարակությունը բաժանված է կարծիքներով։ Սա կարող է ազդել ԱՄՆ կայունության վրա։ Որոշ հանրապետականներ նույնպես հարցականի տակ են դնում ռազմական ռազմավարությունը։ Քվեարկությունը կարող է դառնալ շրջադարձային ներքաղաքական պայքարում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցում է ԱՄՆ գործողություններին։ Իսրայելը հայտարարել է լիակատար ռազմավարական համագործակցության մասին։ Տարածաշրջանում լարվածությունը աճում է։ Լիբանանն ու Հեզբոլլահը մնում են վտանգավոր գործոններ։ Ռազմական բախման ռիսկը աճում է։ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները խորանում են, ինչը մեծացնում է ճնշումը Իրանի վրա։ Իսրայելական բանակը բարձրացնում է մարտական պատրաստվածության մակարդակը։ Սահմանային շրջաններում նկատվում է զորքերի տեղաշարժ։ Իրանը առաջարկել է ժամանակավորապես սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն ԱՄՆ-ն սա համարում է անբավարար քայլ։ Կողմերի միջև վստահություն գրեթե չկա։ Այնուամենայնիվ, սա առաջին ճկուն առաջարկներից է։ Դիվանագետները զգուշավոր լավատես են։ Բանակցությունների հնարավորությունը դեռ պահպանվում է, բայց ձախողման հավանականությունը մնում է բարձր։ ՄԱԳԱՏ-ն պատրաստակամություն է հայտնել վերահսկել գործընթացը։ Փորձագետները կասկածում են, որ Իրանը կարող է ձգձգել ժամանակը։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինը առաջարկել է միջնորդություն։ Չինաստանը ակտիվացնում է իր դիվանագիտական ջանքերը։ Նպատակն է պաշտպանել էներգետիկ շահերը։ Պեկինը բանակցում է տարածաշրջանի երկրների հետ, ինչը մեծացնում է Չինաստանի գլոբալ ազդեցությունը։ Սա նոր մարտահրավեր է դառնում Միացյալ Նահանգների համար։ Աշխարհում ուժերի բալանսը փոխվում է։ Չինաստանը կարող է առաջարկել տնտեսական երաշխիքներ Իրանին։ Պեկինի ակտիվությունը դիտվում է որպես աշխարհաքաղաքական մեծ խաղի մաս։ Աշխարհում նավթի գները սկսել են տատանվել։ Ներդրողների ողջ հույսը նոր բանակցություններն են, սակայն լարվածությունը դեռ բարձր է։ Ցանկացած ռազմական քայլ կարող է բարձրացնել գները։ Շուկաները մնում են անկայուն։ Տնտեսագետները զգուշացնում են ռիսկերի մասին։ Համաշխարհային տնտեսությունը վտանգի տակ է։ Խոշոր ֆոնդերը նվազեցնում են ռիսկային ներդրումները։ Էներգետիկ շուկաները արձագանքում են ամեն նոր հայտարարությանը։ Ռուսաստանի Դաշնությունը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավային նավահանգիստներին։ Թիրախում է հայտնվել կարևոր լոգիստիկ հանգույց Իզմայիլ նավահանգիստը։ Հարվածների արդյունքում վնասվել են օտար դրոշով քաղաքացիական նավեր։ Ուկրաինական իշխանությունները հայտնել են ենթակառուցվածքների վնասների մասին։ Տուժել են նաև բնակելի տարածքներ և քաղաքացիական օբյեկտներ։ Հաղորդվում է, որ մեկ մարդ հոսպիտալացվել է։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է տասնյակ անօդաչուներ։ Չնայած հարվածներին, նավահանգստի աշխատանքը շարունակվում է։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը շարունակում է ճնշումը տնտեսական ուղիների վրա։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Գերմանիայի ղեկավարությանը Բերլինում։ Նա բանակցել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ռազմական աջակցության շուրջ։ Կիևը փորձում է ամրապնդել դիրքերը պատերազմի 5-րդ տարում։ Քննարկվել են զենքի մատակարարումները եւ տեխնոլոգիական համագործակցությունը։ Ուկրաինան նաեւ բախվում է մարդկային ռեսուրսների լուրջ պակասի։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Ուկրաինան հաջողություններ է գրանցել ճակատում, խափանելով ռուսական գործողությունները։ Եվրամիության ֆինանսական աջակցությունը դեռ ուշանում է քաղաքական պատճառներով։ ԱՄՆ աջակցության ապագան նույնպես հարցականի տակ է։ Սա կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա։